կիբերհանցագործության զոհ դարձած եւ բավականին մեծ գումարներ գործած քաղաքացիների հետ միասին եկել են գլխավոր դատախազություն մեր բողոքներն ու պահանջները ներկայացնելու, որը հետեւյալն է, հա։ Նախ եւ առաջ ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, երկրորդ նախաձեռնել քրեական վարույթ, երրորդ քաղաքացիներին ճանաչել որպես տուժող, երկրում կան մոտավորապես 17,000 եւ ավելի քաղաքացիներ, ովքեր դարձել են զեղծարության զոհ, սակայն մինչ այսօր ոստիկանությունում ընդամենը տասնյակ ահազանգեր ենք ստացել, մինչդեռ հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպությունը այս պահի դրությամբ ունի 250 եւ ավելի գրավոր դիմումներ։ Սա անվստահություն է պետական մարմինների նկատմամբ, ինչը ունի իր տրամաբանական հիմնավորումները, հա։ Զեղծարության զոհ դարձած քաղաքացին, երբ որ դիմում է ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն, ստանում է անլուրջ վերաբերմունք, ինչը հարիր չի նման դեպքերում, տուժողին երբեք չի կարելի մեղադրանք ներկայացնել, երբ որ տուժողը ներկայացնում է, որ ինքը դարձել է զեղծարության զոհ, համապատասխան մարմինների կողմից ստանում է հետևյալ վերաբերմունքը։ Իսկ ուր է ձեր գլուխը, ում եք փոխանցել ձեր փողերը, ձեր փողերը ձեր կամքով փոխանցել եք ուրիշներին, հիմա եկել եք մեզանից եք պահանջում։ Սա ուրեմն հանցագործությունը կոծկելու միջոց է, սա հանցագործությունը կոծկելու ձև է, եւ սա առաջացնում է անվստահություն քաղաքացիների մոտ մեր պետական մարմինների նկատմամբ, ինչը պիտի հուզի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, եւ սրա հետ կապված մենք ունենք մեր հստակ պահանջները, որը հետեւյալն է։ Ինչի հետևանքով են առաջացել այս կիբեր հանցագործությունները, հա։ Այն պետական մարմինների բաց թողումների եւ թերացումների եւ հանցավոր անգործության հետևանքով, ինչի մասին ես ներկայացրեցի, որովհետեւ եթե ներողություն, բայց ես հիմա որոշեմ փողոցում կոնֆետ վաճառել, ինձ մոտենալու են ու մեղադրեն եւ ենթարկեն տույժերի կամ պատասխանատվության նրա համար, որ ես ապօրինի ձեռնարկատիրություն եմ ծավալում, հա, բա այդ ապօրինի ձեռնարկատիրությունը, այս հանցավոր խմբավորումները, որ իրականացնում են երկրում եւ մենք ունենք 17,000 եւ ավելի զեղծարության զոհ դարձած տուժածներ, բա դրանցով ով պետքա զբաղվեր։ Եթե կանխվեր ի սկզբանե այս հանցագործությունները, այս թիվը այսքան շատ չէր լինի, լավ կլիներ 17, լավ կլիներ 170, լավ թող լիներ 1700, բայց 17,000 զեղծարության զոհ ունենք, ում իրավունքները ոտնահարված են, մարդկանց գործերին նայում են ոտների արանքով, մատների արանքով, չգիտեմ, այս ինչ 17,000 թիվը որտեղից էլի 17,000 թիվը, ուրեմն մեզ դիմել են տարբեր հարթակներից տուժած քաղաքացիներ, վերջերս այս Hello-Bit-ն է, հա, շատ ակտուալ դարձել, Hello-Bit-ի գործառույթների պատճառով տուժած քաղաքացիներն ասում են, որ երբ որ իրենք կապի մեջ են եղել, այնտեղ ցույց է տվել, որ հարթակում այս պահին on-line կա 18,000 հոգի, 19,000 հոգի, այսպես, քանի որ 20-ից մեկն է, մի վայրկյան, քանի որ այստեղ 20-ից մեկն է տուժել, 20-ից մեկն է շահումով, հա, դուրս եկել, եկամուտով դուրս եկել, ներդրում է արել եւ եկամուտը ստացել է ընդամենը 20 հոգուց մեկը, մնացածը արդեն 18,000, 19,000-ից եթե հանենք այդ 2,000-ը, ստացվում է 17,000, եթե դրա վրա էլ ավելացնենք այլ հարթակներից տուժած քաղաքացիների թիվը, մոտավորապես 20,000-ի հասնում է, եւ կան այստեղ տարբեր այլ հարթակներ, ասենք կան հետևյալ զեղծարությունները, որ քաղաքացիները, երբ որ ուզեցել են գումար փոխանակեն, ասենք օրինակ չեն ջանեն, էլի իրանց հետ զանգերի կենտրոնների միջոցով նույն խարդախները կապվել են, տեղեկանալով գովազդների միջոցով, քանի որ քաղաքացին եթե խոշոր գումար ունի, ուզում է մի քիչ ավելի լավ արժույթով այս գումարը փոխանակել, այդտեղ գովազդներ կան, հղումներ կան, այդ սիլկաներով երբ որ գնում է, հանցագործների մոտ է հայտնվում նրանց հեռախոսի համարները եւ անձնական տվյալները, կապվում են քաղաքացիների հետ, առաջարկելով ավելի բարձր
կուրս, հա, ու այստեղ էլ են քաղաքացիները հայտնվում ծուղակում կորցնելով կանխիկ իրանց ձեռքի գումարները, կան տարբեր եւ բազմաթիվ մեթոդներ, ինչը չի կանխարգելվում մեր ուժային կառույցների կողմից։ Փաստորեն մարդու իրավունք, փաստորեն այստեղ ինչ ունենք։ Աստորեն Վարձի թողի վիճակա, այստեղ ունենք 17000 չէ, լավ, 1700 չէ, լավ, ձեզ 170 չէ, 17 հոգի մարդ ունենք հավաքված դեպքում։ Բերեք այդ մարդկանց։ Ես նույն ձևով ձեզ եմ հակադարձում։ Լավ, 7 հոգի ունենք, կապ չունի։ Սա նշանակում է, որ մի հոգու իրավունքը կարող է եւ տուժել, եւ մենք պիտի թույլ տանք, որ մի հոգու իրավունքը տուժի, քաղաքացիներ ներողություն եմ խնդրում։ Հենա, այն կողմը էսպես շարված են։ Ունենք այն, ինչ ունենք, բայց քաղաքացիները ունեն կաշկանդվածություն, նրանք չեն ցանկանում նրանց դեմքը երևա կամերայով, տեսախցիկներով, ինչի, որովհետև երբ որ այս դեպքը պատահում է քաղաքացու մոտ, իսկույն եւ հասարակության կողմից եւ բազմաթիվ միջոցառումների կողմից լինում են մեղադրանքներ տուժող քաղաքացու նկատմամբ։ Սա հալածանք է, սա անիրավչություն է։ Տեսեք, ովքեր որ եկել են, մենք խոսում ենք նրանց անունից։ Այս պահին մենք ունենք 30 հոգի կանգնած։ Մենք խոսում ենք 30 հոգու անունից։ Քանի հոգի ա դիմել ֆիզիկականից։ Այս պահին ունենք 250-ի մոտ գրավոր դիմումներ, դեռևս հաշվարկ չեմ արել, բայց խմբում 250 հոգի են արդեն Դրանց Դրանց 70% եւ ավելին Hello-Bit-ի զեղծարության զոհեր են, մնացածը այլ հարթակների եւ ասեմ ավելին, որ գումարի մասին է խոսքը։ այստեղ մենք ունենք $1000-ից սկսած, մինչև այն տիկինը ինչ հարց եք տալիս։ Եթե մենք ընդհանուր ինչ է նշանակում ընդհանուր թիվը, եթե մենք չգիտենք պետական մարմինները, չգիտեն պարտավոր կառույցները, չգիտեն տուժողների ընդհանուր թիվը, որտեղից իմանանք կորցրած գումարների ընդհանուր թիվը։ Մեզ դիմացների ընդհանուր թիվը հաշվարկելու նպատակ ընդհանրապես մենք չունենք։ Ես հիմա կարող եմ ասել անհատները, որքան բանկային զեղծարությունների դեպքում էլ ընդհանուր թիվը հաշվարկելի չի, ներողություն եմ խնդրում։